2543 մետր բարձրությամբ սարա լալվարը։ Մենք էլ ստեղ ենք լալվարի լանջին, գյուղն առաջ եղել է ներքևը։ 30-ական թվականներից բոլշևիկները ժողովրդին զորով հանել, քոչացել են տեղափոխել ստեղ։ Սա կոչվում է կաճաճկուտ, որովհետև եղել է, որ եկել են, բույս է եղել, շատ բույս, կաճաճ ենք ասում։ Այ է բույսը։ Այ է։ Դրա համար գյուղի անունը կոչվել է կաճաճկուտ։ Դով լավը չէ, շատ դժվենք, աշխատանքի մեջ դժվենք, կոլխոզում։ Շատ դժվար, շատ։ Անաստապահությամբ են հիմնականում զբաղվում, բայց հիմա պակասել, ահագին պակասել է, արդեն վաճառել են։ Երիտասարդ օրինակ աքորի դպրոց են, Հալավերդի դպրոց են կառուցում, ստեղից գնում են աքորի աշխատում, ներքի գյուղը, Հալավերդի աշխատում գան, ամիս 200-300 հազար դրամ փող են ստանում։ Ասում եմ մի մոզին պետք է պահեմ մի տարի, որ ծախեմ 300 հազար ստանամ, նա ամիսը 300 հազար էլ չի պահում։ Չեմ պահում, մեկ երկրորդ էլ։ Դա գիտեք, կաթը վաճառում են, շատ հավաքում են այդ գործարանները, էժան 150-140 նայած սեզոնին, ինչ գնով են բերում։ 3 տեղ սար ունեինք, բինա էինք ասում, 3 տեղ։ Հիմա մենակ մի տեղ է մնացել։ Ամենահարմար տեղն է, այն վերևի թաղը, այլ այն տունը նայեք, ընտանից երեխ են գալիս աստեղ, դասի գնում։ Ձմեռը, ձնով, բանով, ոտով գալիս, այն վերի ճանապարհները բանը ձմեռ նահագին ջունո տալում։ Գնացեք ես ոտով ձեզանի արագ եմ վազում։ Այս թաղումը 1, 2, 3, 4 տունա որ բնակվում են, 10-12 տուն արդեն դատարկ է։ Այն ներքևի տունը դատարկ է 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, ոչ գալիս են ոչ բան տայներով փակ է։ Այդ վերևի տները քերուս տներն է, եկող չկա, որ մտնում ես խոնավությունից ծրվածքը բանը թափվում է եւ այլ։ Մի 120 տուն կլի։ 80-նա բնակելի։ Են էլ տուն կա մի հոգյա։ Ես մեր թաղում, մեր երեխա ժամանակ ֆուտբոլ են խաղում 50 աշակերտ, 50 երեխա կար ֆուտբոլի խաղում։ Մի աշակերտ է, մի երեխա է, նոր ծնված, մի տարեկան, 2 տարեկան, նոր մի երեխա կա այս թաղում։ Եթե դպրոցները փակեցին, դա նշանակում է գյուղը պետք է փակեն։ Գյուղում, ասենք, մարդիկ կան, որ աքորի էլ տուն ունեն, Հալավերդի էլ տուն ունեն։ Նա երեխան ընդեղից պետք է գնա աքորի կամ չգիտեմ որտեղ, դա գնա այնտեղ կապրի էլի։ Ուր է գալիս տեղը։ Դպրոցի փակել է դա գիտեք որ գյուղի վերացում է նշանակում։ Այս տարի երևի չփակվի, պետք է ճանապարհը ասֆալտապատեն, հետո նոր ավտոբուս տրանսպորտան, բան որ տանեն բերեն։ Որ հավաքվում ենք տեղ ու դադար չեր ելնում, գյուղամիջում հավաքվում ենք տեղ ու դադար չեր ելնում։ Ես որ դպրոց էի գնում 61 թվականին 23 հոգի էր, մենակ իմ դասարանում 23 հոգի։ Մնան ինչ անեն, մի դպրոցը եկող տարի փակվում է։ Իրա 6 տարեկան երեխին կարա ուղարկի ինչ-որ մի տեղ, մի գյուղում, ստի չեն, ստի ամ ծնողը հետը գնում որ երեխեն լավ չլի, ուր գնա։
Դրա համար վինուշտենի գնում են ցավատան, հեռանում են գնում։ Եվ իր ճանապարհն է դա որոշվել է Սարքովի, մեկ էլ մենք գազը ունենանք, ջուրը լավից վադից ունենք, Փարքաստու։ Կենտրոնացում են մայրաքաղաքում Արարատյան դաշտավայրում, մարզերում, Վանաձորի պես քաղաքը էլի համարյա թե ոչինչ չկա, Ալավերդին ավերակյա նման, հասկանում ես պետք է աշխատանքով ապահովի, մարդը կպչում է աշխատանքից, հիմնականում մեր արտահոսքը սկսվել է 90-ական թվերից, ուղղակի գոյության կռիվ էր, մարդիկ գնացին աշխատանք փնտրելու բանով, հայրական օջախ էլի վերակառուցել եմ, վերականգնել եմ, տարվա կեսն ստեղ եմ, տարվա կեսն էլ Նիժնի Նովգորոդ, այն ստեղծել են քուցնողները դու իրանք չունես վատն ես, դա նույն և պետությանն է վերաբերվում, և մեր общի ունեցվածքին է վերաբերվում,